Այսպես փրկարարները ուղղաթիռից դուրս են բերում Արագածում ձնահյուսի տակ մնացած լեռնագնացներին։ Լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած հոսքի պատճառով իսպանացի 9 լեռնագնացներ էին մնացել ձնահյուսի տակ։ Փրկարարներին հաջողվել է նրանցից 8-ին դուրս բերել, իսկ այսօր հայտնաբերվել է 9-րդ լեռնագնացի դին։ Մենք որոշեցինք բարձրանալ Արագածի հյուսիսային գագաթ։ Արդեն գագաթին էինք հասնում, երբ ձնահյուսը սկսվեց։ Այդ ժամանակ ես իմ գիտակցությունը կորցրեցի ու առաջին բանը, որ հիշում եմ, իմ ընկերներն են, երբ փորձում են ինձ ձյան տակից հանել։ Եթե ուղղաթիռներով մեզ դուրս չհանեին, վստահ եմ մահացած կլինեինք։ Երեք ուղղակի մեզ համար լավ օր չէր։ Պետք է գիտակցել ինչ է տեղի ունեցել ու անշուշտ լավ իրավիճակ չէր։ Արշավախմբի 8 անդամներից 6-ը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններից երեկոյան տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Խմբից 2-ը հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Կային տարբեր մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ, բայց կյանքի վտանգ սպառնացող վիճակ տվյալ պահին չունենք։ Վերակենդանացման բաժանմունքում պացիենտներ չունենք, բոլորը գտնվում են մասնագիտացված բաժանմունքներում, հստակ արդեն ախտորոշված համարժեք բուժում ստանալու նպատակով։ Ցուցանք մնացորդային կայուն երևույթներ չեն լինի, որովհետև վնասվածքները հիմնականում այն բնույթ են, որոնք պետք է որ լիարժեք ապաքինման ենթարկվեն։ Կան վերջույթների կոտրվածքներ, ողնաշարի կոտրվածքներ, կողերի կոտրվածքներ, որոնք այս պահի դրությամբ հետագա լուրջ բարդությունների չպետք է բերեն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի խոսքով իսպանացի լեռնագնացները կապի մեջ են իրենց հարազատների հետ։ Կապ է պահպանվում նաև դեսպանատան աշխատակիցների հետ։ Իրենց բոլոր բուժական, սպասարկման, կենցաղային հարցերը, եթե կան այս պահին հրատապ-խնդիրներ, բոլորը լուծված են բժշկական կենտրոնի կողմից եւ այսօր որևիցե մեկ այլ խնդիր չկա։ Իհարկե մի քիչ հուզումնալից վիճակ ունեն պացիենտները, հաշվի առնելով նաև արդեն տեղյակ են, որ իրենց ընկերներից մեկը ցավոք ելք ունի, մահվան ելքով դեպքը։ Որոնողափրկարարական աշխատանքներին այսօր մասնակցել են նաև ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ալպինիստները։ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը նշում է, դեռ երեկվանից կապի մեջ են եղել փրկարարների հետ, անհրաժեշտ խորհրդատվություն տվել, ինչպես հասնել տուժածներին և ինչ օգնություն ցուցաբերել։ Հնարավորինս մենք մեր փորձից ելնելով փորձեցինք օգնել Հայաստանի փրկարար ծառայությանը եւ փրկարարներին, նշելով, որ անպայման ուղղաթիռներ պետք է կիրառվեն, որովհետեւ տեղը դժվար մատչելի էր եւ բավականին երկար ժամանակ կպահանջվեր, որպիսի ոդկով փրկարարները հասնեին այդ տեղում։ Նաեւ առաջարկեցինք, որ մեր լեռնագնացները եւս միանան այդ որոնողական աշխատանքներին, բայց ուղղաթիռը, ոնց մենք արդեն տեսանք, մի քանի անգամներով աշխատանքներ կատարեց եւ որոշիչ դեր ունեցավ մարդկանց փրկման հարցում։ 53-ամյա Ջորդի Բալեստերը պատմում է, երկրորդ անգամ էր Արագած բարձրանում, առաջին անգամ արևելյան գագաթ էր բարձրացել։ Իսպանացի լեռնագնացները առանց տեղացի ուղեկցորդի են որոշել Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը բարձրանալ։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով նրանք պատրաստված են եղել եւ իրենց հետ փրկարարական միջոցներ են ունեցել։ Առաջին օգնությունն էլ իրենք են իրենց ցուցաբերել։ Դանիելյանի կարծիքով իսպանացի լեռնագնացների սխալն այն է եղել, որ իրենց ճանապարհորդությունը պլանավորելուց չեն ներգրավել դահուկային ոլորտի հայ մասնագետներ։ Իրենց հեռախոսներ է տրամադրվել, որ հարկ եղած դեպքում կարող եք դիմել մեզ, բայց կարծես թե չեն դիմել։ Առաջինը զանգահարել են իրենց ծանոթ դահուկորդներին, հայ, եւ այդ հայ դահուկորդն է արդեն զանգահարելով փրկարար ծառայություն հայտնել է, որ նման բան է տեղի ունեցել, նման դեպք կա, նման վնասվածքներով մարդիկ կան եւ անհրաժեշտ է շտապ իրենց դուրս բերումը։ Պատահարից հետո միայն շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, կոչ հանելով խուսափել լեռներ այցելություններից, քանի որ մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Արտասահմանցի լեռնագնացների հետ կապված նմանատիպ մի դեպք գրանցվել էր 2019 թվականին Աղվերանում։ Ֆրանսիացի լեռնագնացները բարձրացել էին Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը եւ մնացել ձյան զանգվածի տակ։ Այդ ժամանակ էլ մեկ մահ արձանագրվեց։